Պաչինոն իր կերպարով մարմնավորեց իշխանության, փառասիրության մոլուցքը եւ դրա հետևանքով կրած դաժանագին անկումը։ Տոնին կուբացի գաղթական էր, ով Մայամիի մաֆիայի աշխարհում վերելք է ապրում։ Նրա հայտնի խոսքը «ասա բարևին փոքրիկ ընկերոջը» դարձավ կինոյի պատմության ամենահիշվողներից։ Ի տարբերություն կնքահոր կերպարին Մայքլին, ով ավելի շատ խոսում էր իր լռությամբ եւ հանգստությամբ, այստեղ Պաչինոյի խաղը մոլեգնած էր, նա բռնկուն էր, էներգետիկ եւ անզիջում։ Եվ այդ դերին պատրաստվել է աշխատելով բռնցքամարտիկ Ռոբերտո Դուրանի հետ, ով օգնել է հասկանալ Տոնիի այսպես ասած այռուցային բնավորությունը։ Պաչինոն ուսումնասիրում էր Դուրանի շարժումները, նրա աչքերի արտահայտությունը, մարմնի լեզուն։ Դուրանը նրան օգնում էր հասկանալ, թե ինչպես պետք է մարմնավորել մարդու, ով միշտ պատրաստ է հարձակման, ով իր ամբողջ մարմնով արտահայտում է ուժի եւ վտանգի զգացումը։ Դրան հաջորդեց կնքահայրը 3-ը, որտեղ Մայքլ Կորլեոնեի կերպարում փորձեց փրկել իր երիտասարդության հերոսի հոգին, նախկինում գործած մեղքերից։ Պաչինոյի խաղը ցույց էր տալիս ներքին պայքար իշխանության, մեղքի եւ փրկության միջև։